Այժմ ծափահարենք Հիսուսին ջերմորեն։ Քույրեր, եղբայրներ, այսօր շփման օր է, Սուրբ ընթրիքի օր է։ Այսօր նրանք, ովքեր հետևում են տանից, կարող են միանալ մեզ, ունենալով իրենց հետ հաց և հյութը խաղողի։ Աշխարհի որ ծայրում է լինեք, եթե մեզ հետ եք, ապա մենք միաբան ենք։ Աստծո ներկայության մեջ մենք խոսում ենք Տիրոջ գիտությունից և շատ կարևոր է ընկալել այդ ամենը։ Մենք կարդացինք Հովհաննես ավետարանի 8-րդ գլխից, որ ուսմունքը շատ կարևոր է և ուսմունքն է, որ բերում է ճշմարտություն։ Հիսուսն էլ քաջալերում էր հրեաներին, որ իրեն հավատան։ Իհարկե այդ պահին նրանք, ովքեր լսում էին, հավատում էին Հիսուսին, բայց նրանք, ովքեր չէին հավատում, պատճառը Սատանան էր բնականաբար։ Նրանք, ովքեր չեն հավատում, նրանք հավիտյան դատապարտվում են, մենք դա լավ գիտենք, բայց ովքեր հավատում են, ովքեր հավատում են, նրանք օրհնվում են անշուշտ։ Գուցե դու հիմա առաջ չես գնում, գտնվում ես նույն տեղում, հոգեպես չես աճում, ես քաջալերում եմ, որպեսզի ավելի շատ հաճախեք եկեղեցի, ավելի շատ աղոթեք։ Գիտեք, մենք ամեն շաբաթ կիրակի ծառայություններ ենք իրականացնում, օրը մի քանի անգամ, բայց երբ գալիս եք եկեղեցի, պարտադիր փառավորեք Տիրոջը, միշտ հիշեք այն, ինչ արել է Տերը և հիշեք աշակերտների անցած ճանապարհները։ Հիշում եք աշակերտները, երբ շաբաթ օրը հասկից վերցրեցին, սոված էին, սկսեցին ուտել, ինչու դա տեղի ունեցավ շաբաթ օրը։ Իհարկե շաբաթն էր պատվիրան որպես Տիրոջ օր, բայց գիտեք, կիրակիներն է հիմա դարձել դա Տիրոջ օր որպես, որովհետև նա հարություն է առել կիրակին։ Աստվածաշնչում էլ գրված է, ովքեր հավատարիմ են Աստծուն, նրանք կնստեն Տիրոջ աջ կողմը, հարություն կառնեն Քրիստոսի հետ, ուստի մենք հիմա այդ ճանապարհին ենք, Քրիստոսի հետ հարության ճանապարհին։ Հիմա մեր հոգին կարիք ունի ամուր, կայուն մնալու։ Երբ մենք լսում ենք խոսքը, աղոթենք, որ այդ խոսքը մեր մեջ հաստատվի։ Մենք կարդացինք Հովհաննես 8-րդ գլխի 33-34-րդ խոսքերը, այս պահին դա կարդանք, որտեղ Իսրայելի ժողովուրդը ասում է, որ իրենք Աբրահամի սերունդն են և երբեք ստրուկ չեն եղել։ Բայց մենք գիտենք, որ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսում է եղել որպես ստրուկ, անգամ Հովսեփը բանտում էր, քանի որ Եգիպտոսի իշխանի օգնականի կինը նրան մեղադրում էր անտեղին, այդ պատճառով նա հայտնվել էր բանտում, գիտենք։ Բայց ինչ տեղի ունեցավ, երբ ստացվեց այնպես, որ Հովսեփը դուրս եկավ բանտից, որովհետև նա մեկնում էր երազները, իսկ Եգիպտոսի իշխանը երազ է տեսնում, մեկնող է փնտրում և բնականաբար Աստված առաջնորդում է դեպի Հովսեփը։ Եվ այդ իշխանը գոհ էր Հովսեփի մեկնությամբ, և նա դառնում է ապա նրա աջ ձեռքը, Հովսեփը դառնում է իշխանի աջ ձեռքը։ Իհարկե գալիս է պահ, Հովսեփը մահանում է, տարիներ են անցնում և Իսրայելի ժողովուրդը անցնում է ստրկության։ Եգիպտոսում դառնում են գերի։ Քույրեր, եղբայրներ, Աստված գիտի ամեն բան և ամեն ինչ նա տեսնում է։ Հիմա կարդանք այդ հատվածը։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է»։ Սիրելիներ, եթե մարդը իր մտքում ցանկանում է, նա արդեն իսկ մեղքի մեջ է։ Սա կատակ չէ։ Սա պարզապես ճշմարտություն է, որ նա մեղանչելով այդպես դառնում է մեղքի ծառա։ Նկատել եք, չէ՞, որ տղամարդիկ գեղեցիկ կանայք են տեսնում և նրանց երկար հետևելով, դուք պատկերացրեք ինչեր կարող են պատկերացնել իրենց մտքում։ Եվ համարում են դա նորմալ, իհարկե դա այդպես չէ, բայց ներկայիս օրերը մարդիկ տարատեսակ փոխհարաբերությունների մեջ են մտնում և դա սխալ է իրականում։ Ահա ինչու մենք պետք է սովորեցնենք մարդկանց Աստծո խոսքը և որպեսզի մարդիկ կարողանան իրենց պահել ամուսնության մեջ սուրբ,
կյանքում սուրբ, ամեն բնակավարում։ Ուստի շատ կարևոր է, որ տղամարդը եւ կինը զսպեն իրենց, չընդգրկվեն նմանատիպ սխալ փոխհարաբերությունների մեջ, պահեն մաքրությունը եւ սրբությունը։ Աստված ունի նպատակ թե կնոջ համար եւ թե տղամարդու, բայց ներկայիս մշակույթը լցված է մեղքերով, լցված է կրքերով, որը որ չպետք է լիներ։ Մենք պետք է օգնենք մեր երիտասարդ սերնդերին, երեխաներին լինել իմաստուն, որպեսզի նրանք պահեն իրենց ամուսնությունը եւ մաքուր փոխհարաբերությունների մեջ լինեն, ամեն։ Մենք գիտենք ներկայում շատ զույգեր, շատ ամուսնական զույգեր բաժանվում են, շատերի դավաճանության պատճառով մի կին կար, որ վկայում էր, թե որքան երջանիկ է իր ամուսնու հետ, երկար տարիներ հավատարիմ միասին ապրել են, եւ դա այն բանի շնորհիվ է, որ հետևում ես Աստծո խոսքին։ Սիրելիներ, հետևեք, կարդացեք խոսքը, կատարեք ձեր կյանքի մեջ Տիրոջ խոսքը։ Շարունակենք կարդալ 35-րդ խոսքը։ Եվ ծառան Հավիտյան տան մեջ չի մնում, իսկ որդին Հավիտյան է մնում։ Ինչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ եթե դու վերածնվում ես, այսինքն լինում ես իրապես որդի, դու կապրես Հավիտյան։ Հիսուսն ասաց, եթե չվերածնվեք, չեք կարող ժառանգել երկնային թագավորությունը։ Վերածնվել նշանակում է ապրել որպես արդեն նոր մարդ, որպես որդի, ճշմարիտ որդի, որովհետև գիտենք, միայն որդիները, միայն զավակներն են, որ ժառանգում են երկնային թագավորությունը։ Շտկեք ձեր ճանապարհները, սիրելիներ, եթե դուք չեք տալիս ձեր տասանորդը, այդ ամենի շուրջ խորեք եւ մտածեք։ Հանդիպում ունեցեք Հիսուսի հետ, որպեսզի ձեր կյանքերը փոխվի, ձեր սրտերը փոխվի, ամեն։ Քույրեր, եղբայրներ, եթե դուք անցնում եք փորձություններով, հաղթահարեք Հիսուսի անունով։ Մենք այսօր հրաշալի վկայություն կդիտենք մի փոքր տղայի մասին։ Նա չէր խոսում, 7 տարեկան էր ընդամենը, եւ ինչպես նա ազատագրվեց, նրա մայրը անդադար աղոթում էր։ Մի օր էլ եղավ այդ աղոթքը, բացեց իր սիրտը եւ 9 տարեկանում արդեն սկսեց խոսել, այդ երեխան մկրտվեց, ընդունեց Հիսուսին, անհնարին ոչինչ չկա Աստծո համար, քույրեր, եղբայրներ։ Եթե բժիշկը քեզ ասում է ինչ-որ բան անել, դու իհարկե լսիր բժիշկին, բայց Աստծո հետ փոխհարաբերությունը հետ մի կանգնացրու։ Այո, դու ցանկանում ես լինել բժշկված, օրհնված, բայց շատերը չեն լսում Հիսուսին, չեն հնազանդվում, անգամ նրան հակառակ են խոսում։ Մի փակեք ձեր սրտի դռները։ Երբեմն մարդիկ էլ վերաբերվում են Աստծունից, որպես թե նա է ծառա, այլ ոչ թե Տեր։ Բայց չէ, որ մարդիկ ընդամենը մեղավոր, մեղանչող անձնավորություններ են աշխարհում։ Ուստի յուրաքանչյուրս կարիք ունենք փրկության։ Մենք բոլորս կարիք ունենք նեղ ճանապարհով գնալու, որը տանում է դեպի փրկության։ Այլ ճանապարհ չկա։ Լայն ճանապարհն է, որ տանում է դեպի կործանում, բայց նեղ ճանապարհը տանում է դեպի փրկության։ Մեր բնությունը մարդկային մեղավոր է, ուստի մենք կարիք ունենք նեղ ճանապարհով գնալու։ Սա շատ կարևոր խոսք է։ Եսայա 31-րդ գլուխ, առաջի խոսքից էլ կարդանք։ Վայ նրանց, որ իջնում են Եգիպտոս օգնության համար եւ ձիերի են ապավինում, կառքերի վստահում, որ շատ են, եւ ձիավորների, որ խիստ զորավոր են, եւ չեն ապավինում Իսրայելի Սուրբին, Տիրոջը չեն խնդրում։ Աստծո մարդիկ գնում են Եգիպտոս օգնության համար։ Աստված իհարկե չի թույլ տալիս, որ Աստծո մարդիկ վստահեն այլև այլ բաների, նա դա չի ընդունում։ Եվ կարելի է համեմատել հպարտ մարդկանց, ովքեր չեն ցանկանում, հպարտ մարդկանց հետ, ովքեր չեն ցանկանում գալու եկեղեցի եւ խոնարհվելու Աստծո առաջ, խնդրելու Աստծուն։ Նրանք դադարում են լսելու Աստծո խոսքը։ Շատերն էլ եթե անգամ գալիս են, մինչ ծառայության ավարտը արդեն թողնում գնում են, բայց շատերն էլ ասում են, որ խոսքը իրենց կպնում է եւ նրանք կյանքը փոխվում է։ Իհարկե ես ինքս սովորական մարդ եմ եւ քարոզում եմ քրիստոնեություն, ինձանից էլ պետք չէ
վստահություն եւ ապավին մեջ էլ չպետք է դու գտնեք ապավինություն, այլ միայն Սուրբին Իսրայելի Աստծուն պետք է խնդրեք եւ ապավինեք։ Բայց նա էլ իմաստուն է եւ չարիք է բերում, իր խոսքերը դեն չի գցում եւ վեր է կենում չարերի տան վրա անօրենություն գործողների օգնության դեմ։ Ահա Տերը դեմ է այս ամենին, նա իմաստուն է եւ չարիք է բերում այդ մարդկանց կյանքերում, չէ՞ որ մարդուն չես կարող ապավինել։ Եգիպտացիները սովորական մարդիկ են, այհա 3-րդ խոսքում, եւ եգիպտացիք մարդ են, ոչ թե Աստված, եւ նրանց ձիերը մարմին են, ոչ թե հոգի, բայց Տերը կմեկնի իր ձեռքը, կսահե օգնողը եւ վայր կընկնի օգնվողը եւ ամենք միասին կփչանան։ Տեսեք, եւ ընկնում է օգնողը եւ այն մարդը, ով օգնության է դիմել, Եգիպտոս։ Որովհետև այսպես է ասում ինձ Տերը, ինչպես մռնչում է առյուծը եւ կորյունը իր որսի համար, որի դեմ մեկտեղ կանչվեն հովիվների մի մեծ բազմություն, որ նա նրանց այնից չի սարհուրի եւ նրանց աղմուկից չի ընկճվի, նրանց պես էլ իջնում է զորաստերը պատերազմելու Սիոն սարի եւ նրա բլուրի համար։ Ինչպես պաշտպանում է կենդանին առյուծը իր կորյունին, այնպես էլ Աստված իր ժողովրդին, եթե դիմում եք իրեն։ Դուք պետք է լիարժեք կարճած լինեք Աստծուց, նրա օծությունից, նրա օգնությանը ապավինեք։ Եթե դու նվիրաբերել ես քո կյանքը լիարժեք ապավինության Աստծու մեջ, փնտրելու նրա երեսը աղոթքներով, նաև աղոթելով մարդկանց համար նրանց էլ հասնելու, հովանավոր ես հանդիսանում Աստծո գործերի մեջ, չէ որ ամբողջ աշխարհով շատերն են հիմա հետևում ուղիղ եթերով։ Դա է ճանապարհը Աստծուն ապավինելու։ Եթե չկա օծություն, չկա զորություն։ Ուստի անհրաժեշտ է ապավինել միայն օծությանը, Տիրոջ օծությանը։ Ինչպես ասում է այստեղ խոսքը, նույնպես էլ իջնելու է զորած Տերը պատերազմելու Սիոն սարի եւ նրա բլուրի համար։ Աստված է պատերազմելու քեզ համար, քո ընտանիքի համար, քո բարեկամների։ Միայն դու կարիք ունես հասկանալու համբերատար կերպով ընդունելու Աստծո Հիսուսի զորությանը։ Դու միշտ կարիք ունես կանգնելու աղոթքի քո ընտանիքի համար։ Երբ ես ընդունեցի Հիսուսին 6 տարեկան էի։ 6 տարեկանից ես գնում էի եկեղեցի։ Դա այն տարիներն էր, երբ ես նոր էի սկսում կարդալ սովորել եւ կարդում էի Աստվածաշունչը եւ հատուկ հպվել էր ինձ այն խոսքը, որ ասում է. «Ապրի Քրիստոսի համար, համբերատար կերպով»։ Եվ այդ օրվանից էլ սկսել եմ ամեն օր աղոթել իմ ընտանիքի, իմ ծնողների համար, որ Տերը փրկի, եւ իհարկե բոլորն էլ փրկվեցին։ Ուստի հիշեք այս հատվածը, որ Աստված պատերազմում է, 4-րդ խոսքում գալիս է Սիոն սարի եւ նրա բլուրի համար, այսինքն դա մենք ենք, Սիոն սարը հենց մենք ենք։ Հիմա եկեք հիշենք առաջին համաշխարհային պատերազմը, մուսուլմանների կողմից Սուրբ հողը միշտ հալածվում էր։ Երկու անգլիացի տղամարդու մասն է այս բային պատմում դոկտոր Սուարեսը այդ օրերի մի պատմություն։ Խոսքը նրա մասին է, որ այնտեղ մուսուլմանները փախան, այդ անգլիացի տղամարդիկ օգնեցին հրեաներին։ Հիմա կարդանք 5-րդ խոսքը։ Թրթռացող թռչունների պես ծածկելու է զորաստերը Երուսաղեմին, պաշտպանելով եւ փրկելով, խնայելով, ազատելով։ Ուստի ապավինեք Աստծուն, նա ցանկանում է ծածկել ձեզ, զորաստերը ցանկանում է պաշտպանել, փրկել, խնայել եւ ազատել։ Ազատելու միս թշնամուց բնականաբար։ Աստված անշուշտ կպաշտպանի ձեզ, ինչպես թռչունը։ Եվ երկնքի թագավորություն ժամանակ նա ցույց կտա, անշուշտ ցույց կտա այն ամենը, ինչից նա փրկել են, հոգ է տարել։ Նա հայրն է ձեր։ Ամեն։